Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս քննարկման ժամն է սկսվում, տաղավարում ավանդաբար իմ զրուցակիցն է միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև ձեզ, պարոն Ավագյան։ Ողջույն, Ես որ մի տեսակ պաշտոնական դիմեցինք, չէ՞։ Այո, ծանր սկսեցինք։ Արման ջան, արի սկսենք միջազգային անցուդարձից։ Այո, իմիջիալոց այն անցուդարձից, որը անուղղակի, բայց նաև շատ ուղղակիորեն կապ պետք է ունենա մեր հայրենիքի Հայաստանի հետ, այլապես ինչ իմաստ պետք է ունենար, քննարկելու։ Դե քեզ ի՞նչն է ավելի հետաքրքրել։ Դեսի երկու խնդիր կա, առաջինը որ կուզեի անդրադառնալ, դա մեր ամիջական հարևանուի հետ տեղի ունեցող իրադարձություններն են, Հորմուզի նեղուցի հետ կապված։ Հա, այսօր կռվում եմ, վաղը չեմ կռվում, տարբերակով։ Հետո ինչ որ արաբական աշխարհում որոշակի իրար մեջ եղան խժդժություններ, որովհետև ինչքանով հասկացանք, նույն մահմեդական կրող երկրները, որոնք արիուտես ունեն տարաձայնություններ եւ ինչքանով հասկացանք արտաքին գործոս նախարարները իրար մեջ որոշակի վեճեր են ունեցել։ Հիմա ինչքանով մենք հասկանում ենք, այսպես հրադադարային շատ ժամանակավոր հրադադարային վիճակ է, նախագահ Թրամփը ինչքանով հասկանում ենք եւս, որտեղ այս ամբողջը պայմանական ենք վերցնում, որովհետեւ ժամի բանով, փոխվում է իրավիճակը, չեն կարող ասել, բայց հուսանք, որ այս զինադադարով գործը կավարտվի, չնայած որ շատ փխրուն է եւ մի խոսքով Իրանի մասով բավականին տենց հուսադրող լուրեր չեն, դա եթե խոսենք մեր հարևանից, բայց այդտեղ շատ կարևոր բան կա, դա մեր հյուսիսային հարևանի հետ կապված իրադարձություններն են, որը պատերազմի մեջ է Ուկրաինայի հետ։ Այստեղ ինձ թվում է հանգամանալից պետք է խոսենք, որովհետև ինչքանով մենք հասկանում ենք, Գագիկ ջան, հիմա մենք հասել ենք այդ պայքարի մեջ, մենք, այսինքն երկու կողմերը, այսինքն գտնվում են այն իրավիճակում, որտեղ արդեն նախագահ Զելենսկին արդեն թույլ տվեց 500 մոտարապես կիլոմետր երկարությամբ, երկայնությամբ, հեռավորությամբ գալ եւ արդեն մոտենալ Մոսկվային եւ դա շատ լի է ըստիս բնականաբար որտեւ այդ խոճապը, պանիկան արդեն սկսի աշխատել, ես արդեն ունեմ ծանոթներ, որոնք շատ մտահոգված են Մոսկվայում բնակվող, որովհետեւ արդեն երբ որ այդ դրոնները հասնում են Մոսկվային ու ինչքանով հասկացա Մոսկվան ու Մոսկվայի ռեգիոնը շատ խիտ ձևով հակաօդային պաշտպանություն ունի եւ այդ հակաօդային պաշտպանության չեզոքացման խնդիրներն են փորձում ուկրաինացիները լուծել, բայց այստեղ միջազգային հարթակներում եւ դա այս պարագայում արդեն շատ այլ կարևոր է մեզ համար, խոսվում է այն փաստը, որ նույնիսկ միջազգային պարտներները, համենայն դեպս Զելենսկին է դրա մասին խոսում արդեն, որ միջազգային պարտներները հասկանում են, որ Ռուսաստանը այլևս այն ունակությունները չունի եւ այլևս այսօր խոսք է գնում, նույնիսկ տեսանք նաեւ, որ Ղրիմում են եղել, նաեւ այդ դրոնային հարվածները եւ արի ուտես, որ այդ խոճապի մթնոլորտը, որ մինչեւ հիմա կար ինչ վիճակ էր, Մոսկվայում այդ խնդիրները, որ ինտերնետը չկա, դե անունը դնում էին, որ այդտեղ երկու հարց էին լուծում։ Անվտանգության, որ տեսեք, դրոնները աշխատում են ինտերնետով, կտրում ենք, բայց դե արի ուտես, որ շատ հարմար էր նաեւ խոսքի չազատության այս պարագայում երկրում մեկ կարևոր փոխանցող, կոմունիկացիայի փոխանցող ինտերնետը անջատել եւ որից արդեն մարդիկ լուրջ մտավախություն, դժգոհություններ ունեն եւ ի շարունակություն դրա, եթե հետ գանք այդ դրոնների հարվածները հենց այս երեք էր, տարածիորեն, բայց այդ կոնտեքստում պետք է դիտարկենք ըստիս նաեւ նախագահ Պուտինի մամլո ասուլիսը, հատկապես որը վերաբերում էր այս պարագայում նաև մեզ, որովհետև հարգելի ժողովուրդ, մենք ֆիքսեցինք, որ նախագահ Պուտինը համարյա չխողարկված ձևով մի տեսակ ուլտիմատում ներկայացրեց Հայաստանին, ուկրաինյան օրինակ բերելով, որը բնականաբար իրենց բանն է, ֆաբրիկան է, վախի ֆաբրիկան է, որը այս պարագայում արդեն անուղղակիորեն աշխատում է, համարյա թե քողարկված ուլտիմատում, երբ որ դու ասում ես ձեր ընտրելիքն է, ձեր որոշումն է, եւ դրան էլ ավելացնում ես, որ դու միևնույն ժամանակ նշում ես, որ ռեֆերենդումով որոշի, այստեղ հարց է ծագում,
բան մատ մենք էլ այդ դեպքում չասենք, բայց ձեր մոտ մի հատ այնց ռեֆերենդումի չի չեք անցկացնում օրինակ այդ պատերազմը դադարեցնեք, չէ՞ թե դադարեցնեք, ասել կուզի մենք որ չենք խառնվում ձեր երկրի գործերին, որովհետև մենք մեր տեղը, դիրքը, չափերը շատ լավ հասկանում ենք, ձեզ որպես մեծ չասեմ դաշնակից, բայց հարևան պետություն կամ ոչ ուղղակիորեն հարևան, ուղղակի այդ երբ որ հնչեցնում է նախագահ Պուտինը այդ արտահայտությունները եւ ուլտիմատումային արտահայտությունները, պետք է նաեւ չմոռանա, որ այստեղ մենք Վրաստանում չունենք սահման նրա հետ։ Նա ինչ է ուզում ասել դրանով, արդյոք եթե չունենք սահման, արդյոք ռազմաբազան է, որ պետք է մեր վրա կամ հարձակվեր կամ մեզ սպառնալիք հանդիսանար, որովհետև որ եթե ապան, այդ որ եթեն կա, ապան որն է, այսինքն ապա ինչ կլինի մեզ հետ, հա, ասել կուզի դուք ուզում եք մեզ ինչով վախեցնել։ Եվ իմ երկու ասելիքը շատ հետաքրքիր իրար մեջ տեղավորվում են, որովհետև մի կողմից, որտեղ եթե նա վախեցնում է տնտեսական առումով, դա ոչ այլ ոչինչ է, քան խփել սեփական ոտքերին, որովհետև ես չեմ կարծում, որ Հայաստանի արտահանումները ստոպ տալը կամ փորձել համենայն դեպս այդ Ռոսկոմ նadzորը, որ իրանց այդ բուտ գործիքն է այդ ամեն ինչին ստոպ տալու, այսօր իրենց համար է նաև վնասակար մի կողմից, մյուս կողմից մեզ համար դեպի ինչին է տանելու, որովհետև մենք այլընտրանքային ճանապարհներ ես ավելին քան համոզված ենք ունենանք, եւ այսօր եթե ուժն է, ապա ուժն է շատ մեծ հարցականի տակ, երբ որ նույն Զելենսկին խոսում է, որ միջազգային հանրությունը այսօր ռուսական բանակի ուժեղությունը շատ ավելի քան հարաբերական է դիտարկում։ Եվ այս կոնտեքստում ինձ թվում է շատ հետաքրքիր է դիտարկել, որ Ռուսաստանի այդ ուժը, որը վախը փորձում է տարածել, ինչքանով է նա գործունակ, ընդունակ կամ կարողունակ եւ տնտեսական հողի վրա եւ այսպես ասենք զինվորական հողի վրա, ինչքանով է նա կարող այդ վախերը կարողանալ դարձնել իրականություն մեր հանդեպ, հատկապես որ մենք չունենք սահման նրա հետ։ Ընդ որում եւս մի հետաքրքիր հանգամանք բառացիորեն էլի 3 կամ առաջ օրը տեղի ունեցած, երբ որ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ Թրամփը ասում է, որ մենք եւ Չինաստանը, այսինքն Միացյալ Նահանգները եւ Չինաստանը երկու գերտերություններ եւ ոնց որ չէ, համարյա բացահայտ աշխարհի ճակատագիրը, աշխարհի էկոնոմիկայի ապագան, ամեն ինչ որոշվում է մեր մեջ։ Այսինքն ընդամենը մի կարճատև 1 րոպեանոց տեքստով Թրամփը գերտերություն համարվող Ռուսաստանին Լուսանսկից կոմպլեցեց։ Եվ նույնը արեց Չինաստանը, որովհետև ինչպես մենք տեսանք, նա էլ երկրորդեց, այո, ինչպես մենք տեսանք, այո, Ռուսաստանը բացակայ էր այդ դիսկուսիաներից եւ այսօր ակցենտը դրված էր տնտեսության վրա, որովհետև պետք է ընդունենք եւ բոլորս հասկանում ենք նախագահ Թրամփը այս գործողությունները բերեցին նրան, օրինակ հենց այսօր ես նայում էի, Եվրոպայում շատ լուրջ ռիսկեր կան այդ ինչպես պարարտանյութերի բանի բացակայության, որովհետև նեղուցով դրանք անցնում էին եւ այսօր գյուղատնտեսական ճգնաժամը հասունանում, որովհետև չեն դուրս գալի բավականաչափ պարարտանյութեր եւ հղիա դա լուրջ բանով, հա, դժվարություններով տնտեսական միջազգային հարթակի վրա, չասած որ բենզինի գինն էլ է արդեն թանկացավ երեկվա հայտարարությունների վրա, որտեղ մենք սկզբում խոսում ենք դրա մասին, Թրամփը խոսեց հարված հասցնելու մոտալուտ վտանգի մասին։ Դե մաթեմատիկորեն ինչպես կարելի ասել նույնիսկ հենց խոսում են բենզինի նավթամթերքի գինը բարձրանում է։ Եվ այս ամբողջ կոնտեքստում Ռուսաստանը մեղմ ասած զբաղված է Մոսկվան փորձելով պաշտպանելու եւ սպառնալիքներ ուղարկել դեպի Հայաստան, հա, այս այն պարագայում, երբ որ ասենք, երբ որ նայում ես աշխարհի դիտանկյունից, հա, մի փոքրիկ այսքան, հա, քարտեզի վրա, գլոբուսի վրա Հայաստան ու հսկա, հա, աշխարհի ամենամեծ պետությունը, տարածքային պետությունը սպառնալիքներ է ուղարկում դեպի Հայաստան, հղում դեպի Հայաստան։ Այո, թող հղի սպառնալիքները, որոնք ըստ իս
օթերևութաբանական շարքից են, ես դա թույլ ինձ դա այդպես անվանեմ, որովհետև ինչպես ասեցի, մի հատ թող իրենց այդ խնդիրը հասկանան Ուկրաինայում, որովհետև շատ կարևոր մի բան, այդ խոսույթում Պուտինի նշмарվում է մի բան, որ իրենք խոսում են արդեն ոչ հաղթանակից, չհաղթանակելուց, եւ բերում են մի բան, որ տեսեք, այդ իմպերիալիզմը փորձեց Ուկրաինան վերածել եւ այլն գործիքի մեր դեմ, եւ մենք փորձեցինք մարտնչել եւ մենք կռվում ենք ողջ մի հզոր նատոների եւ բոլորի դեմ, կոլեկտիվ արևմուտքի եւ այդտեղ չհաղթելը ասել կուզի նույնիսկ նորմալ է, որովհետեւ այդքան ոնց կարող ենք, այսինքն խոսույթների փոփոխություն ենք նշмарում ու մեղմ ժպիտով տեսնում ենք թե ինչպես են մեզ վերաբերող խոսույթները Հայաստանի վերաբերող, որովհետև այստեղ եւ այդ հարցով պետք է ինձ թվում է խոսենք արդեն շատ կարեւոր է, որովհետև ռեգիոնալ խնդիր ունենք մենք Կովկասում, դա այն է, որ Ռուսաստանը կիրառում է այդ գործիքակազմը, իմացանք նաեւ եղան նաեւ խակերային արտահոսքեր, հա, որ թե ինչպես է Կրեմլը այդ բոլոր գործիքակազմը, որտեղ այդ հիբրիդային, որ ասում ենք հիբրիդ, Գագիկ ջան, մի տեսակ ընկել ենք Քարոզ արշավով, մոռացել ենք, որ հիբրիդայինը շարունակվում է։ Եվ շարունակվում է, եւ այդտեղ է ամբողջ ողբերգությունը։ Այդ հիբրիդայինի մեջ տեսնում ենք 135-ամյա հայկական կուսակցության հետքեր։ Այդ հիբրիդայինի մեջ տեսնում ենք ազգությամբ հայեր, դա կլինի Մոսկվայում, բայց որը էլ ավելի ողբերգական է, մեր հողի վրա, հայ ազգի մարդիկ, եւ դա շատ, երբ որ դու տեսնում ես միջազգային հանրությունը արդեն այսօր Հայաստանին դիտարկում է որպես միջանկյալ օղակ, որը կապում է ցիվիլիզացիան, արևմուտքը, պրոգրեսը, ցիվիլիզացիան, որտեղ ես չեմ ուզում ասենք Եվրոպան, եվրոպային արժեքները, ոչ, տնտեսական հողի վրա ենք խոսում, Միջին Ասիայի հետ Հայաստանը կապող ուղի է, եւ մենք այսօր ձերբազատվում ենք այդ բոլոր պատրանքները ասեմ, կապանքները ասեմ այդ ամբողջից եւ կարողանում ենք վերջի վերջո տնտեսապես նշмарել առաջընթաց, որտեղ մեր ուղիները օգտագործելով մեր ժողովուրդը կհարստանա, մեր բյուջեն կլցվի բնականon կերպով եւ մեր աշխարհաքաղաքական դիրքը այսօր արի ու տես ինչ կարեւորություն ունի միջազգային հանրության համար, ավելի քան կարեւորություն ունի եւ հիմա խնդրում եմ երևի թե խոսենք նաեւ եւ գալ այսօր խոսել մի երկրի երաշխավորության մասին, որը ասում եմ մեկն էլի ինքը թող երաշխավորի Մոսկվայի իր բնակչությանը այսօր բառացի օրեն Մոսկվայի բնակչությանը նա այսօր արգելի անվտանգության երաշխիքներ տա անվտանգության երաշխիքներ թող մի հատ տա տեսնենք Մոսկվային ոնց է տալիս էդի հենց որ տվեց վերջացրեց այդ երաշխավորումները մի հատ մենք կհասկանանք մենք որին միջազգային հանրությունը երաշխավորում է բառացիորեն մի քանի օր առաջ ավելի քան 40 երկրների ներկայությամբ երաշխավորել, էլ ոնց է լինում երաշխավորել, երբ որ մենք անհրաժեշտ ուղու վրա են գտնվում, որը Միջին Ասիան կապում է Եվրոպայի հետ, դրանից ինչ ավելի կարևոր երաշխավորություն եւ ընդհանրապես արևելքը արևմուտքի հետ եւ այդտեղ մեր հետ համաձայն է եւ նույն ոգով քայլում է մեզ հետ միասին այն հարևանը, որից մենք սպառնալիքներ կարող ենք ստանալ, որին արի ու տես հրահրում են հայազգի, հայեցի, նացիոնալիստական այդպես երանգներով պարուրված, կենացային տրամադրվածությամբ Արարատի ֆոնին այսպես խոսույթներ, որոնք գալիս են ասելու, որ արի ու տես ոչ մեզ կարող է փրկել եւ օգնել ռուսները, այնինչ ինչ ենք մենք տեսնում Հայաստանին օգտագործեք, որպեսի Ադրբեջանին բերեք եւ ասեք ինչպես Ստալինը այն ժամանակվանից ասում է Բաքվի նավթը, հասկանում եք որ դուք Բաքվի նավթն եք ուզում, բայց ում եք եկել այստեղ ձեռք առնում, խոսում Ղարաբաղը հետ դարձնելուց, երբ որ դուք Գուլյայ Պոլենդը չեք կարողանում առաջընթաց ապրել, հարգելի եւ լրվել եք Մալայա Տակմաչկայի մատուցներում եւ դուք էլ պասերով փոխանցում եք ձեր զենթակա
ստորադաս, ինչ բառեր կարելի ասել, ստրուկային, որտեղ դա այդ դոմենից է, երբ որ միջազգային հանրությունը ֆիքսում է, թե ինչպես է Ռուսաստանը պարտվում իր բոլոր ծրագրերում, երբ որ ուկրաինացի ժողովուրդը իր արյունն է տալիս այսօր, կյանքերն է տալիս որ պաշտպանելու, իսկ ձեզով է ասել, որ Հայաստանի քաղաքացին, որը ոչ պակաս խելացի է, քան մնացած բոլոր զարգացած ազգերը եւ դաղված ու ստացած այդ խնդիրներով անցած, այսօր պետք է վստահի, որ դուք ձեր ձեռքով դուք պետք է Ղարաբաղ վերադարձնեք, դուք պետք է կոնֆլիկտները, որոնք չպետք է մարեն, ում եք ձեռք առնում։ Այ հետաքրքիր մի բան, փաստ, որը շարունակում է քո միտքը Ռուսաստանի վերաբերյալ, բառացիորեն 2 օր առաջ Վրաստանը կարելի ասել առաջին անգամ այս վերջի 3-4 տարիների ընթացքում Ռուսաստանին նոտայանման մի բան ուղղեց եւ ինչն էր պատճառը։ Ռուսաստանը եւ Հարավային Օսիան ստորագրել են փոխադարձ պաշտպանության անվտանգային մի հսկա փաթեթ, որպես անկախ պետություններ, Վրաստանի տարան։ Այո, Վրաստանի տարածքը։ Այսինքն, երբ դուք խոսում եք ինչ որ վերացական եք խոսում, երբ որ դուք վերացական խոսում եք Ղարաբաղի մասին կամ Ղարաբաղի վերադարձի մասին, այս մարդիկ վրացիներից վերցրել են, վրացիներին էլ ասում են դուք լավն եք, հայերը վատն եք, բայց այլ վրացիները անգամ չեն դիմանում, արդեն նոտա են հղում Ռուսաստանին, որ էս ինչ է նշանակում։ Այո, որովհետև իրենք այդ խնդրին բախվում են անմիջապես ունենալով անմիջական սահման, նրանք կոնկրետ կորցրել են այն հողատարածքները, որ միջազգային հանրության տեսակետից եւ ՄԱԿ-ի կանոնադրությամբ պատկանում է Վրաստանի Հանրապետությանը, նաև Ալմատի հռչակագրով, եւ նաև Ալմատի հռչակագրով, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին, որը մեկ անգամ եւս Գագիկ ջան, չմոռանանք մատնանշել, որ դեռ 1921 թվականին այս պրոռուսական ուժերի, այսպես ասենք, հայրիկները եւ պապիկները ամենամեծ Ստալինը տվել, վերջացրել է, եւ այսօր եկել եք, ում եք խափում, հուսերով թողնում, որ դուք պետք է գնաք եւ վերագրավեք եւ ձեզ հետ տանում եք, այդ ինչ խոսույթներ են, դուք նորից մեր ջահել երեխեքին ուզում եք տանեք կռվի բուն, եւ խնդրում եմ հիմա անդրադառնանք նաեւ մեր ներքաղաքական իրավիճակին, բոլոր ուժերի եւ խնդրեմ, եթե թույլ կտաս, ես ապշած եմ, ես ուղղակի 3 օր է Գագիկ ջան, հետևում եմ այս վերջի 3 օրվա այս բոլոր գործընթացներին, ապշած եմ։ Լսի, ես նշել եմ, էլի 2-4 նախընտրական քարոզարշավների են ֆրանսիական մասնակցել։ Թույլ տվեք ասել իմ համեստ անձով մի փոքր փորձ ունեմ որպես լրագրող նաև ունենալով այնտեղ թիմ, որը աշխատել է լուսաբանել, թե ինչպես են արվում ընդհանրապես քարոզարշավները եւ ինչ խոսույթներ եւ ինչ դեբատներ, ինչպես են այդ ամբողջ ընթանում, ես ապշած եմ այս ցածր մակարդակից, այս ծրագրերի, մենք ծրագրերն ենք ուսումնասիրում, եղբայր, այս ինչ ցածր մակարդակի Գյուլնաստատի եւ Կաշեյ Բիսմերտնի լեվելի հեքիաթների աշխարհում են գտնվում, ես այդ խոսույթներ եմ եւ այսօր նայում ես մեկ կողմից ունես մի ուժ, քաղաքական ուժ, որը գալիս է ծրագրերով, արվածով ու անելիքներով եւ ուզում ես նայել դրա հակազդումը, որովհետեւ ժողովուրդ ջան, մենք բոլորս ընտրող ենք, հա, քաղաքացիներ ենք եւ պետք չէ մեզ այդքան համարել, որ այդ աստիճանի մենք պետք է սովորենք այդքան ցածր մակարդակի լեվելի դեբատային խոսակցության։ Երբ որ իշխող ուժը այսօր ներկայացնում է ծրագրեր, ես ուզում եմ դիմացում տեսնել, ինչը ես սովոր եմ տեսնել, եղել տեսնելու դեմոկրատական, դե պարզ է, ֆրանսիական հասարակությունը դեմոկրատիան շատ ավելի զարգացած է, բայց ես ինչքան ուրախ կլինեմ դա տեսնելու, որտեղ մենք շատ հարցեր կա, շատ արագ հասնում ենք Եվրոպային։
Դուք պատկերացնում եք, Գագիկ ջան, միակ երկիրն ենք այսօր, որի հետ քննարկվում է վիզաների ազատականացման հարցը։ Ժողովուրդ ջան, դա շատ մոտալուտ հարց է։ Ընդ որում Փարիզը ջրի պահանջները ճանապարհ է դառնալու մեր հայրենակիցների համար իմիջիալոց շատ էժան գներով մոտակա օրերին։ Այնքան ուրախ կլինեմ իմ բոլոր հայրենակիցներին տեսնելու Փարիզներում, Մադրիդներում, մի խոսքով եվրոպական բոլոր մայրաքաղաքներում գալ, տեսնել եւ վերջի Եվրոպան նույնիսկ շփվի հայ ժողովրդի, հայերի հետ, քաղաքակրթության հետ եւ ել ավելի մեկ մոտենանք, նույնիսկ եթե մենք աշխարհագրորեն հեռու ենք մի քիչ Եվրոպայից, բայց արի ու տես քաղաքական քարոզարշավ Գագիկ ջան, այս ինչ խոսույթներ եմ ես լսում։ Այս ինչ արտահայտություններ եմ լսում։ Դուք դրանով եք ուզում հակազդեք քարոզարշավ անող քաղաքական ուժին, որին ներողություն արտահայտությանս պրոֆեսիոնալ քարոզարշավ է ընթանում։ Այսինքն մարդիկ ես տեսնում եմ այն ինչը որ ես տեսել եմ Ֆրանսիայում։ Մարդիկ դուրս են գալիս, մարդիկ գնում են շփվում են իրենց ընտրողների հետ, մարդիկ կոնֆրոնտացիայի են գնում նույնիսկ։ Կոնֆրոնտացիոն այդ շփումը կա, այսինքն նրանք չեն վախենում, որ նրանց կհակազդեն, եւ արի ու տես դիմացի կողմից ուզում ես այդ հակազդությունը տեսնել Գագիկ ջան, եւ ինչպիսի խոսույթներ ես տեսնում, ինչպես դու կարող ես արտաբերել զասոս արտահայտությունը նախագահի խոսքին, ինչպես կարող ենք խոսել ինչ-որ շամպինյոններից, ինչպես կարող ենք մյուս կողմից նաեւ խոսել այդ ամոթել է ասել այդ համբալման այդ խոսույթները, որից մասին քննարկեցինք եւ այսօր ես նկատում եմ, որ այդ հայոյախոսական այդ արտահայտությունները ասել կուզի ոնց որ թե ձայներ հավաքելու պես մի բան են դարձրել, այդ ապերոյական, այդ աղբերներ, ողջունենք աղբերներին, լսեք ժողովուրդ, մեր քաղաքացին ընտրողը արժանի չէ նմանատիպ ցածրորակ խոսույթի եւ քարոզարշավի։ Ես ուզում եմ տեսնել կոնֆրոնտացիաներ ծրագրերի։ Լավ, մի րոպե էլի, ծրագրեր եք ներկայացնում։ Լավ, մենք հիմա ինչ ենք խոսում միջազգային հարթակների։ Եթե դուք Ղարաբաղի հարցն եք վերցնում, դուք արդեն պարտված եք այդ խոսույթներում, որովհետև եթե դենք խոսում ենք երաշխավորներից, եղբայր, երաշխավոր չի, երաշխավորը աներաշխավոր մի հատ տենց բան է, տենց ֆեդերացիա է, Գագիկ ջան, որտեղ արդեն օրինակ սկսում ենք տեսնել ինչպես են անկախ հանրապետությունները սկսում ակտիվանալ, որովհետև մի հատ այդ ֆեդերացիան մի հատ տեսնենք ոնց են պահելու։ Այդ դաշնությունը ոնց են պահելու, երբ որ Մոսկվան պահելու խնդիր ունեն այսօր։ Դուք եկել եք երաշխավորություն եք։ Այդ երաշխավորման հակազդումը, լսեք տրամաբանորեն խոսենք։ Տրամաբանական մնանք։ Ես նույնիսկ ասում եմ Գագիկ ջան, խնդրում եմ, եկեք այստեղ մեր հետ, մեր դիմաց նստենք եւ ես ուղակի կոնֆրոնտացիա անենք, ես ուզում եմ իմանալ ձեր ծրագիրը, երբ որ դուք կանգնում ասում եք։ Բանավեճ, ես ուզում եմ իմանալ ձեր ծրագրերը, երբ որ դուք կանգնում ասում եք, մենք կգանք եւ սա կանենք։ Եղբայր, ես դա ասել եմ։ Ես էլ կարող եմ գալ, ասել, ես էլ Էֆելյան աշտարակն եմ բերելու Հայաստան եւ туриզմը ներգրավել։ Մենք կզարգացնենք, լսի, այսպես ես չեմ տարբերակում բոլոր տեխնացուներին, հա, բոլորից ես կարող եմ sense ծաղկեփնջով ասեմ, ես ապշել եմ ուղակի, Գագիկ ջան, ինչ աստիճանի դա կարող է դուք այդքան չեք հարգում ձեր ընտրողին, որ դուք այդ աստիճանի ցածրակարգ ծրագրեր եք ներկայացնում, օթապարիկա փուչիկային ծրագրեր։ Լսեք, լավ կլինիով ծրագիր չեն ներկայացնում, դուք քաղաքականությամբ եք, մեկն էլ կար նոր քաղաքականություն ա մտել։ Գումար ունենալը չի նշանակում քաղաքականությամբ կարողանալ զբաղվել, վերցնել միկրոֆոնը եւ մարդկանց հույզերի վրա, զոհված տղաների վրա, Ղարաբաղցի ժողովրդի վրա, տեղահանված ժողովրդի հույզերի վրա այդ բառը պետք է ասեմ, դիշովի խոսակցություն վարել։ Դա մեզ հարիր չէ։ Դա մեր ընտրողի համար հարիր չէ։ Մեր ընտրողը շատ ավելի բարձր մակարդակի է։ Մենք այսօր ունենք երիտասարդներ, որոնք խոսում են բազմաթիվ լեզուներ, մենք ունենք երիտասարդներ, որոնք միջազգային այդ ընտրություններին են հետևում եւ տեսնում են այնտեղ ոնց է արվում։ Դուք ինչ եք այդ լեվելը գցում, հատկապես որ իշխող ուժը այդ լեվելը բարձր է պահում։ Ես պետքա դա նշեմ։ Ես խոսում եմ լեվելից։ Ես ձեզ հրավիրում եմ ուղղակի խոսեք ձեր ծրագրերից եւ այդ ծրագրերը մանրամասնեք։ Ընդ որում այդ հիմնավորումների մասին, որ մենք անցած անգամ խոսեցինք, մենք այսօր դեռ չենք անդրադառնա ինչ-որ քաղաքական ուժի կոնկրետ ծրագրի, այլ կանդրադառնենք 19 ուժ կա, այդ 19 ուժից ծաղկակաղի տեսքով կանդրադառնա, բայց ես ոչ մի ռեալ բան չեմ տեսնում։ Ես մի օրինակ եմ ուզում հենց երեկվա քարոզարշավից
Երբ որ տեխնացուներից մեկը, ընդդիմադիր տեխնացուներից մեկը ասեց, հա, գլուխ են գովում, թե բարձրացրել են թոշակը 10,000 դրամով, ես իմ ընդեղ հետո հետ վճարնել 10,000, լավ, դարավ, ասենք 40,000 կամ 50,000, մինիմալը պետք է բարձրացնել 78,000։ Այսպես կարելի ասել, հասկանում եք։ Գագիկ ջան, մինիմալը պետք է բարձրացնել կես միլիոն։ Հա, Ապրեք, որ լրիվ լավ ապրեն, հա։ Եկեք ձեր, ես տնտեսագետ չեմ, ձեր տնտեսագետը, որտեվ հիշում ես սկզբում մի պահ բոլորը սկսել են տենց տնտեսագետներ, բաներ, ծրագրեր, ինչ-որ դրսից եկած մարդիկ, բան, մի պահ փուչիկ եկավ, հետո այդ անհետացավ, հիմա կենացներա, որ հնչում է։ Եղբայր, սա քարոզարսավ է, սա կենացների կենտրոն չի, որ դուք եկել եք ժողովրդին կենացներ եւ բարեմաղթանքներ եւ հույսեր են, որ նոր տարվա բան է, որ գալիս ենք մաղթենք այս տարի այսպես լինի, մաղթենք։ Եղբայր, այդ գումարը որտեղից, այդ բյուջեի մուտքը որտեղից, մի հատ դուք պլյուսներն ասեցիք, մի հատ կասեք, որտեղ ես ֆրանսիական դեբատներն եմ հետևի, Գագիկ ջան, ամբողջ մեղ ինչումներ։ Եղբայր, դու գալիս եք այդ ծրագրով, Ձախակոմյաններ եւ Աչակոմյաններ։ Որտեղից եք այդ գումարը վերցնում։ Բյուջեն ծակա։ Ֆրանսիայում հիմա բյուջեն խայտարակ վիճակա։ Հա, ասենք Մարի Լպեն, ոնց ես դու բերում ես։ Նախադասության մեջ ասում են երկիրը պաթոսային, էլի այդ պաթոսային էլ եկեք նշեմ, հնացած է, մեռած է, երիտասարդությունը խնդում է։ Այդ պաթոսա այսպես խոսակցություն չի աշխատում։ Դա դու գալիս եք մի ուրեմն նախադասություն, հա, նայում ես, չեմ էլի մատնանշումով։ Մի նախադասության մեջ ասում է դուք պարտքեր եք գեներացրել։ Այդ առաջին նախադասություն, երկու նախադասություն հետո մենք կբերենք այսպիսի մի հատ մի համակարգ կներդնենք եւ կվերցնենք լավ վարկավորումներ, եղբայր, 2 րոպե առաջ ասեցիք պարտքեր եք վերցնում, պետք է գաք այդ պարտքերը չլինի։ Դուք խոսում եք վարկից։ Լսի, երկրորդ նախադասության մեջ հասկացանք այ մարդ, որ դուք ու քաղաքականությունը մեկը կա ոտեին է գցել այդ քաղաքականությունը։ Ինչ կարած է վատ արել, այսօր էլ գալիս է Կաշե Բիսմերտնի դեմքով։ Մյուսը կա գալիս է քաղաքականության հետ գործ չունի, բիզնես արել, ասֆալտ փռելով սկսել է քաղաքականությամբ ուզում է վերջացնել, բայց էլի խոսում են քաղաքագիտությունից, հեռու մտքերից, քաղաքագիտության հետ կապ չունեցող թեմաներից։ Երրորդ ուժը կա, որ գալիս է ընդհանրապես չես հասկանում։ Եղբայր, ով է ձեր վարչապետի տեխնացուն, որովհետև ինչքանով հասկացանք տարբեր գույնի, հետո արտաքինն էլ էլի, ես չեմ տեսել, ես ապշած եմ, ինչպես կարելի է, ասենք, վարակույրի մատերիալից, ասենք, բան է, հագուստով ներկայանալ ընտրողի առաջ, բայց այդտեղ մի բան կա, ասում ես, լավ, հասկացանք, ինքը չի վարչապետի տեխնացուն, բա ով է։ Խնդրում եմ ինձ ասեք, ով է այդ ուժի վարչապետի տեխնացուն։ Սա քաղաքական know-how-ը, որ բացառիկ մի բան է, դրա մասին մենք էլի խոսել ենք, բայց մի ուժ, որը գալիս քարոզարշավը սկսում է, ես քայլում եմ փողոցով տեսնում են արդեն այդ խոսափողերով անոնսներ եւ այլն։ Եղբայր, ով է ձեր վարչապետի տեխնացուն։ Մյուսը մեկը գալիս է ասում է ես վարչապետ եմ արդեն, դա էլ հող է պատրաստում, որ դե մինչև սեպտեմբեր վարձել են իրանց օֆիսները, հող են նախապատրաստում, որ հետո ասեն մեզ խափեցին, ժողովուրդ, հասկանում ենք, էլի ինչ են ուզում անեն, ինչ խաղեր ա գնում, կարծում եմ ժողովուրդը չի հասկանում։ Մեկն էլ դա է պատրաստում, բայց ասում է ես վարչապետ եմ, բայց ոչ դրա անձնագիրն ունի, ոչ դրա հնարավորությունն ունի, ոչ դրա կոնկրետ եւ ով է այնտեղ, ասենք համար երկուստ է, որը չես հասկանում, ինչ է անում, նա դուրս է գալիս ասում է ախպերներին ողջույն, ես չեմ հասկանում, քրեական ենթամշակույթին եք ողջունում, մի րոպե, թե երևի տոկոսային դրե հաշվել եք այնտեղ 200 ձայն կարա ավելանա։ Խնդրում եմ հարգեք մեր ընտրողին, հարգեք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը պետքա ընտրի։ Մենք պատրաստ ենք, ես ու դու, Գագիկ ջան, գան ցանկացած կուսակցություն, սկսած ԿՊ-ից վերջացրած բոլոր համարներին, բոլորին լսենք եւ ձեր ծրագրերը մենք ժողովրդին ներկայացնենք, ինչ եք ուզում ասել։ Բայց չմոռանաք, երաշխավորներից է պետք է խոսենք։ Մենք ունենք 1 րոպե ժամանակ, ճիշտ ասած, ուզում եմ այդ 1 րոպեն էլ ուղղակի որպես ամփոփում խոսենք այն սոցիալական թեմաներից, որի մասին մինչև եթերը մենք խոսում ենք։ Հիշում ես, մանավանդ դու ավելի շատ ես նկատում այս երթևեկության, մանավանդ վարորդների, խնդրեմ, 1 րոպե։ Ես նորից եմ ուշադրության հրավում, այսօր դա ենք նույնիսկ խոսում Գագիկի հետ, որ ասում են, չէ, ես նկատում եմ, որ ամրագոտիները կապում են, չէ, Գագիկ ջան,
ես քո ասացի վրա անընդհատ նայում եմ, այսօր ամրագոտի կապելը, բանա, ինչպես են ասում, պալոշ չի։ Այդ բառերը այնքան վատ բառ է, այն մարդ մի օր այդ բառերը դուրս կգան, անգլերեն սլենգեր կօգտագործենք, ավելի միջազգային կլինի, բայց զապադլո է։ Եթե կյանք փրկելը զապադլո է, ուրեմն թող զապադլո լինի, որովհետև փրկեք կյանքեր, կապեք ամրագոտիներ, բայց մի ավելի ուրիշ խնդիր կա։ Ժողովուրդ ջան, երեխաներին դիմացը մի նստացրեք։ Չկապած, ու դիմացը նստած, ես նայում եմ գրքին նստած, մի արեք այդպիսի բաներ, փրկեն կյանքեր։ Ուղղակի խնդրում եմ, ուշադիր եղենք։ Ամրագոտիներ եւ երեխաներին հետևում եւ կապված։ Փրկեն կյանքեր։ Անիմաստ, ինչի մահանալ։ Անիմաստ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Արման ջան։ Շնորհակալ։ Այսքան ենք նախատեսել այսօրվա քննարկման համար, հիշեցնեմ, որ իմ հյուրն էր, չնայած այս պարագայում կարելի ասել ուղղակի տաղավարում էր, որտեղ մենք գրեթե հավասար իրավունքներով ենք այսօր խոսում, միջազգայնագետ Արման Ավագյանը։ Աննայն բարի ձեզ։